Այսինքն մեկ տարի է, որ բազմաթիվ հարցեր կան, ես դիմեցի մեր տնօրենությանը մոտ մեկ տարի տարբեր աստիճանի պաշտոնյաների, մանավանդ ճամբարի հարցում շողիկ ճամբար սեռադաստիարակության համար, անցած տարի օգոստոսին երիտասարդները ճամբարից գալով քաղաք աշտարակում էր գտնվում վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը։ Եվ մեր երիտասարդներից բողոքեցին իրան, որ սեռադաստիարակություն չի եղել, դա հայտարարություն է, եւ որպես հայ, որպես ընտանիքի մարդ, շրջան մանավանդ, այսպիսի բան, երբ որ բժիշկ Շահմարանյանն էր ասել, եւ կարծեմ իրավունք թերթին իր հարցազրույցի մեջ շատ հստակ պարզ գրված է, թե ինչի մասին է խոսել։ Եվ մենք բողոքեցինք եւ սպասեցինք երկար ժամանակ, որպեսզի մենք ունենանք համապատասխան պատասխանը, ինչու է այդ դաստիարակությունը կատարվել, ում ձեռքով, ինչ նպատակ է հետապնդում։ Որպես հովիվ ես իրավունք ունեի, որովհետև մեր ուղարկել էին երիտասարդներ 10 հոգիներ, որոնցից բողոք գրավոր, բողոք գոյություն ունի եւ ոչ ոք չպատասխանեց։ Եվ իմ խոստման համաձայն ես խոստում եի տվել, եթե իրանք չանեն, կդիմեմ անվտանգության քարտուղարություն եւ այլ տարբեր դատախազություն բան։ Եվ ես գրեցի դիմելով անվտանգության քարտուղարություն մի քիչ մանրամասնելով եւ իրանք մակագրել էին այդ իմ դիմումը Արդարադատության նախարարություն, գլխավոր դատախազություն, մակագրել են կրթության եւ գիտության նախարարություն եւ արդարադատության նախարարությունը Փառք Աստծո մեծ աշխատանք տարավ եւ արձագանքեց։ Եվ եղավ այն, որ նկատողություն տվեցին, որ այլևս այդ սեռադաստիարակությունը չպետք է ճամբարում իրագործվի, չպետք է անեն երկրորդ անգամ, միջոցառումներ ձեռնարկեն, նկատողություն տվեց Ավետարանական եկեղեցու ավագ հովի վերապատվելի Մկրտիչին եւ կազմակերպության տնօրեն պարոն Հարութ Ներսիսյանին։ Այլևս հոգնեցի իրանց դիմելուց, անօգուտ։ Իհարկե, մեկ տարի սպասել ենք, մտածելով, որ մեր ներքին հարցը մենք մեր ներքին հարցով կլուծենք։ Ես հավատացել եմ, վստահ եմ եղել, որ եկեղեցականներ են եւ պետք է արդարություն լինի։ Բացի դրանից մի հատ էլ ծանոթում են ուղղակի, որ իրանք որոշել են փակել մասնաճյուղերը։ Դրանք են Քալինի, Արագածոտնի, Աշտարակի, Բյուրեղավանի եւ Սևանի։ Դες դրանք այն կառույցներ են, որը տնօրենել Արմեն Միքայելյանը, բացի Արագածոտնի մարզինը Իրանն է եղել, տնօրենել Արմեն Միքայելյանը եւ դրա հետ կապված որ ինչ-որ մի պատճառաբանություն դե լուծարում մենք, բայց նույն գործունեությունը իրանք ծավալելու են արդեն կենտրոնական գրասենյակում։ Ներողություն, մեկ ճշտում էլի, կարելի է ներողություն ընդհատելու համար։ Ասեք բացահայտել է, այսինքն սեռադաստիարակության հետ կապված գործունեություն իրականացնել, ինչ ապօրինի բան է ինքը բացահայտել։ Այսինքն սեռադաստիարակության վերաբերյալ դասընթաց իրականացնելու մեջ առաջին հաշվից ոչ մի բացասական տարկ գրեթե չի նկատել։ Ինչ եք նկատել դուք, այսինքն ճամբարներում երեխաները գնում են հանգստանալու, բայց ոչ սեռական դաստիարակություն ձեռքբերելու։ Եվ անչափահաս երեխաների դասավանդել ցույց տալով տղամարդու եւ աղջիկի տեխնոլ մարմինները սլայդերով եւ տեսանյութերով դա միանշանակ դա ոչ օրինականն է։ Քան որ երեխաները ունեն օրինական իրանց օրինական ներկայացուցիչները, դա իրանց ծնողներն են։ Եվ ծնողները որ երեխային ուղարկում են, իրանց չեն տեղեկացնում, որ նրանց սեռական դաստիարակություն անեն։ Պայմանագիրը նաեւ աշխատանքային այս տարի բոլոր աշխատողների նկատմամբ անօրեն ձևով փոխել են մարդկանց զբաղեցրած պաշտոնի պաշտոնները։ Օրինակ, ես մենակ իմ վրա կվերցնեմ, որ անցած տարվա դրությամբ ես գրանցված եմ եղել որպես գրասենյակի պատասխանատու եւ ոչ մի տեղ չի նշվում, որ ես նաեւ որպես հովիվ եմ, ձեռնադրյալ հովիվ եպիսկոպոս։ Այսինքն գրված է միայն գրասենյակի պատասխանատու եւ այս տարի իբր թե համապատասխանեցնելով Հայաստանի օրենքներին անօրինաբար փոխել են իմ պաշտոնը, որ գրված է ղեկավար վարչակազմի ստորաբաժման, վարչակազմի ղեկավար, եւ չունեմ համաձայնագիր, եւ ոչ մեկից չեմ վերցրել համաձայնագիր, ում որ հրացրել են 13 հոգիների մեջ կային ուսուցիչներ, քրիստոնյա դաստիարակչական ուսուցիչ, որ ինքը ուսուցիչ է, ավետարանչական ընկերակցությունը չէր կարող հեռացնել, եկեղեցու ծառայող էին։ Սարքել են ունեմ բոլորին սոց աշխատողներ,
Եվ ինչպես է սոց աշխատող ընտրել, երբ որ մարդը ուսուցչական բան ունի, կրթություն ունի, բայց նրան առանց կրթության, առանց որևէ մասնագիտության սոցիալական աշխատող են ձևակերպում եւ առանց համաձայնագրի։ Պարոն Հարութ Ներսիսյանը երևի թե աթոռին նստած որոշում է ով ինչ պիտի աշխատի։ Հետարքի է նաև իմ ազատման մեջ եւ մյուսների ազատման հաստատակցի մեջ գրված է, որ մենք չենք համապատասխանում մասնագիտությանը, դրա համար ուրիշ մասնագիտություն չեն առաջարկում։ Նաև մենք հիվանդ ենք։ Ուրեմն ես կատարվածի կարամ տամ հետևյալը, մենք այսօրադրությամբ ինչքան որ խոսացել ենք հայ ավետարանական եկեղեցու մասին, ուրեմն վերջի ժամանակ հաղորդումներից հետո ինձ դիմել են քանի քաղաքացի, որոնք կապված են եղել հայ ավետարանական եկեղեցու հետ։ Այնտեղ երևում կա հիմա Գյումրիում դատական պրոցես, որը պահանջում են ավետարանական եկեղեցուց իրենց աշխատավարձը 27 միլիոն դրամի չափով։ Եկեղեցին աշխատացել է մարդուն եւ գցել է, գումարը չի տվել։ Ինքը ներկայացրել է ամբողջ փաթեթը, ոնց են իրեն Գյումրիում 5000 քառակուսի հողատարածք գնում շատ հեշտ։ Ինչ են արել, դες այդ փաթեթը իմ մոտ կա, հիմա դա ուսումնասիրությանը եւ միանշանակ մենք ուղարկել ենք իրավական մարմիններին։ Միանշանակ այո։ Դրա հետ մեկտեղ Գյումրիի պատասխանատուներից մեկը ծրագրով նախատեսված բարեգործությունը անվանական, որը պետք է տրվել քաղաքացիներին, ինքը գումարները մասը յուրացրել է մոտավորապես $19,000 չափով։ Հետո վերադարձել է $10,000 ընկերության ղեկավարին եւ նա պայմանավորվել են, եթե նա աղմուկ չի անի, սրանով կբավարարում, բայց այդ գումարը ինքը իրավունք չուներ տնօրինելու։ Քանի որ դա նպատակային, բարեգործական գմեր անվանական մարդկանց պետք է գումարներ տրվել մարդկանց դա չի տրվել։ Փաստորեն տնօրենի կողմից այդ $10,000 էլ է յուրացրել։ Ինչով եւ ինքը փակել է այն հանցագործությունը, որը կատարված է եղել։ Ու դրա հետ կապված բազմիցս այդպիսի դեպքեր կան ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Կա Եղվարդում դատական պրոցես, որտեղ ավետարանական ճյուղի բարեգործական ծրագրերը բաժանելու տեղը գյուղերում հայտնվում է վաճառքի։ Իմ մոտ բաժակը վերջի կաթիլ չի, իմ մոտ ծով համբերություն կա եւ ոչ թե կաթիլի, այլ հոսք ջրի տեղ ունեմ եւ ես պետք է այս հարցը պայքարեմ իմ կյանքի գնով նույնիսկ մինչև վերջ, այսինքն արդարություն պիտի լինի, բայց ցավոք պիտի ասեմ, որ Հայաստանում այսպիսի մարդու իրավունքների խոսքի ազատության ոտնահարում կա եւ մինչև այսօր հաջողության է պսակվել եւ դրա համար շարունակում են։ Ինչու, որովհետեւ ամբողջ լրատվական միջոցով պարոն Ամարյանը ցույց տվեց 4 աշխատանքային գրքուկ մի հոգու, որ քաղաքացիական բանը ոտնահարում է մարդու իրավունքների եւ այսօր արդեն 13 հոգու։ Խնդրում եմ դուք արեք եզրակացությունը, թե ուր ենք հասնելու, ինչ ենք անելու։ Եվ ասեմ, որ ոչ միայն այս հանգամանքներն են, դիմումից մեջ նաև գրված է Քյունետ ծրագրի մասին, որ եկեղեցում ճամբարի մի կողմը ճամբարի դասերն են ուսուցիչներին սովորեցնում երեխեքին ինչ պետք է արվի, փառք Աստծո, Աստծո փառքի համար եւ երեխեքի զարգացման, մյուս կողմը մարդիկ բիզնես են բացատրում, թե Քյունետ ծրագրով ինչպես կարող են հարստանալ։ Արդեն 10 տարի է գործում մեր կառույցը։ 10 տարի մենք պնդում ենք, որ եկեղեցին պետությունն պետության մեջ եւ ինչ որ կատարվում ներսում ժողովուրդը ընդհանրապես տեղյակ չի։ Այն մարդիկ, որ փորձում են ինչ որ մի բան դուրս հանեն, տեղը պատժվում են կամ հեռացվում են։ Քանի որ դատե են տալիս, սստեմիատ արդեն դատական պրոցեսներ ունեն։ Դատե են տալիս։ Այս կառույցներում կատարում է անօրինականություններ, կրոնական կառույցներից, միայն ավետարանական չեմ ասում։ Բարեգործական ծրագրերով ապրանքներ է գալի պետություն ազատում հարկերից եւ նույն բարեգործական ծրագրերը ոչ թե նվիրատվության տեղը գնում է վաճառքի։ Փողերը ուրա գնում ոչ ոք տեղյակ չի։ Եվ չի բացառում, որ փողերը հնարավոր է եւ գնան ինչ որ մի ընդդիմական կամ բունտի խաղերի ֆինանսավորմանը։ Օրինակ մարտի 1-ի դեպքերը, որը ոչ ընդդիմության էր ձեռնատու, ոչ պետական մարմիններին, բայց հավատացեք այն ինչ որ եղավ մարտի 1-ին, դա երկար ժամանակ պետք է բացվի։ Սա է, մենք մեր պայքարը նրանում է, որ այս ուղղությամբ բոլոր կրոնական կառույցները պետք է լինեն թափանցիկ եւ վերահսկելի։ Քանի չկա այդ հսկողական տարբերակը, կրոնական կառույցներում ամեն ինչ հնարավոր է լինելու։
պահանջում դա։ Եվ պետությունը դա առաջինը պետք է անի։ Օրենքի նոր ընդունումը, որը Աշոտյանի օրենքը, որ կա, մինչև հիմա սառացրած է։ Արդեն որ դա 5-րդ, 6-րդ տարին է։ Սառացնում են խղճի ազատության մասին օրենքը։ Վենետիկյան հանձնաժողովը ժողովը թույլ չի տալի։ Ֆրանսիան դնում է ջարդում է, կրոնական ոստիկանության ստեղծում է, քրեական օրենսգրքում բաժամիջոցում է, դա նորմալ է։ Վենետիկյան հանձնաժողովը դա լավ է։ Հայաստանը երբ որ փորձում է բաժամիջոցում, ասում դուք իրանք չունեք։ Ինչի՞։ Դե մեր ժողովուրդը պետք է կործանվի։ Նաև կուզեմ վերջը եթե կարելի է